Հրազդան գետի երկայնքով կառուցված են հանրապետության խոշոր արդյունաբերական կենտրոնները՝ Հրազդան, Չարենցավան և Երևան քաղաքները։ Գետը Սևան քաղաքից մինչև Հրազդան անցնում է գյուղատարածքներով։ Սևան քաղաքից սկսած գետահունի երկայնքով նկատվում են ոչ միայն կենցաղային թափոնների աղբակույտեր, այլ գետը մոտ 200 մետր երկարությամբ վերածվել է անտառի։ Գետը երբ հասնում է մայրաքաղաք, արդեն Սևան հիշեցնող ոչ մի երանգ չունի։ Հրազդան քաղաքի ջրառատ թաղամասի բնակիչների և Հրազդանի քաղաքապետարանի կողմից ուղարկված բազմաթիվ դիմումներ Հայաստանի Հանրապետության ջրային պետական կոմիտե մնացել են անպատասխան։ Դեռ 2014 թվականին Սևանալճից ջուր բաց թողելու հետևանքով բնակիչները տուժվեցին։ Ըստ բնակիչների, գետի այդ հատվածում այնքան ծառեր ու թփեր են աճել, որ ջուրը հազիվ է հոսում։ Դրա պատճառով էլ երկարատև անձրևներից նկուղները ջուր է լցվում։ Բնակիչները այս խնդրանքով բազմաթիվ անգամ դիմել են քաղաքապետարան, սակայն նրանց պատասխանել են, որ գետի հունի մաքրման աշխատանքները կատարում է ջրային պետական կոմիտեն։ Իմաստով այդ փոխվելը, էս քանդվել, լցվեց, էս էլ մնում է։ Ընդհանրապես չեն եկել, չեն մաքրել։ Այդ հաշվին փոխկերել են, բայց մաքրել են չի ազիժան։ Իսկ անցած տարի է, չէ, ջուրը բարձացավ, լցվեց։ Ակին էլ վնաս տվեց, հեսա մարդկանց չեմ անում փող հատուսին, թե չէ դրա համար։ Մայ բալաջան, տես, անտառա, թոքյան մաքրեն, իշքան կուզեն, թե ջուրն է թա։ Բայց վերջեն մաքրել, ջուրն լցվում է, իմ անասուններն են խեղդվում։ Իմ 15 տոննա խոտ եմ վրես թափիմ, ես թոշակ եմ ստացել, տվերեմ խոտ եմ առ իմ անասուններ կերիրել։ Բայց մեղքի չեմ, հա, հիվանդ ենք, սաղով հիվանդ ենք, ամուսինս հիվանդ, ես հիվանդ, ինչ անենք, երեխեք չեն աշխատում։ Բաբանց կլի, թե տրակտորատերի մաքրի հոնն բացի, իրա գետն թույթա, կարողա ես ասեմ չեմ թողում իթա, ես ինչ ասեմ, ցավը տանեմ, ուղղակի խնդրում եմ թոքյան մաքրել։ Էքսկվատոր բերեք մաքրեք բալաջան, այն ամուսի տակեն, նե 100 կուբոմետր տիեմ կա, լեցեք թոքյան մաքրեն, ես երկ մաքրվի, իմ կամար աղկատերեմ վերիմ դուն տեղ չարի ջրի մեջ ուսկա, ջուր մկալա ընտեղ ջուրեն շենքի տալ կողնացա, ուռեք պուլերը տալ կոյները։ 2014 թվականին Հրազդանի քաղաքապետարանը նույնպես դիմել է ջրային պետական կոմիտեին գետի հունի մաքրման աշխատանքների համար։ Նամակը մնացել է անպատասխան։ Քաղաքապետարանի գյուղատնտեսության, բնապահպանության և շրջակա միջավայրի պաշտպանության բաժնի պետ Մարգարյանը մեծ զրույցում նշեց, որ երկրորդ նամակը ուղարկել են 2 ամիս առաջ, սակայն կրկին անպատասխան։ Անգամ բնակիչներն են դիմում գրել ջրային պետական կոմիտե։ Այս հարցի շուրջ զրուցեցինք Հայաստանի Հանրապետության ջրային պետական կոմիտեի մամուլի քարտուղար Աննա Մուրադյանի հետ։ Նա մեզ հայտնեց, որ գետը չի պատկանում ջրային կոմիտեին և գետի հունի մաքրման աշխատանքները իրենց հետ կապ չունեն։ Իսկ ինչ վերաբերում է այն նամակներին, որոնք ուղարկել է Հրազդանի քաղաքապետարանը և բնակիչները, Աննա Մուրադյանը պատասխանեց, որ 2014 թվականի Հրազդանի քաղաքապետարանը ստացել են նամակ կապված գետի հունի մաքրման աշխատանքների հետ, բայց վերջին ամսվա ընթացքում նամակ չեն ստացել։ Այնուհետև հավելեց, որ գետի հունի մաքրման աշխատանքները պետք է իրականացվի տարածքային կառավարության արտակարգ իրավիճակների նախարարությունը և Հրազդանի քաղաքապետարանը։ Անգամ բնապահպանության նախարարություն դիմեցինք իմանալու համար, թե որ կառույցի գործառույթի մեջ է մտնում գետի հունի մաքրման աշխատանքները։ Բնապահպանության նախարարությունից պատասխանեցին, որ դա ջրային կոմիտեի և համայնքի խնդիրն է։ Հետաքրքիրն այն է, որ ոչ մի կառույց չի ստանձնում գետի հունի մաքրման աշխատանքները։ Տեղական իշխանություններն ասում են, որ գետի հունի մաքրման աշխատանքները դա ջրային պետական կոմիտեի գործն է, ջրային պետական կոմիտեն էլ դա քաղաքապետարանի և տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության։ Իսկ եթե գետի հունով ջուր են բաց թողում, ոմանք շահույթ ստանում, այս դեպքում անգամ չեն մտածում, թե ինչ վնաս են հասցնում բնակիչներին, իսկ երբ հերթը հասնում է նրան, որ որոշակի գումար ծախսեն և գետի հունը մաքրեն, բոլոր կառույցները ձայն բարբառով հանապատի։